Համաներումը անհրաժեշտություն է յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակությունում, դա ընդգծում է այդ պետության հենց կառավարման օղակների ժողովրդավար լինելու հանգամանքը և հետևաբար մեր առաջարկն ուղղված է նրան, որ պետք է իմպերատիվ դրույթ սահմանվի, այդ թվում նաև սահմանադրությամբ ինչու ոչ, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է հանրապետությունում հայտարարվի համաներում, համընդհանուր ներում, դա համաներում բառը հենց այդպես է բացվում։ Ներկայիս մեր սահմանադրության 117-րդ հոդվածի կարգավորումներով ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ և պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ ընդունում է օրենք համաներման մասին։ Մեր առաջարկը վերաբերում է ուրեմն համաներում հայտարարելու առաջարկությամբ ուրեմն հանդես գալու լիազորություն վերապահել նաև հանրապետության նախագահին։ Սա նույնպես տեղավորվում է նախագահի լիազորությունների ընդլայնման տրամաբանության մեջ և այս առաջարկությամբ մենք հանդես ենք եկել, թե հիմա ինչ ընթացք կստանա դա ժամանակը ցույց կտա, բայց համաներումն անհրաժեշտություն է։ Ասեմ ավելին, համաներման արդյունքում կթեթևանա քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը և այդ խնդրին մեր ներկայիս գործադիր իշխանությունը ներկայումս բախվում է, դա ուրեմն համաներումը ընդ որում վերաբերում է ոչ միայն քրեաիրավական ուրեմն պատասխանատվության ենթարկված անձանց ներում շնորհելուն, այսինքն ազատմանը, պատժից ազատմանը կամ քրեական պատասխանատվությունից ազատմանը, այլ նաև պետք է կիրառվի վարչաիրավական խախտումներից ազատման դեպքերին, որովհետև 100 հազարավոր մարդիկ տարիներ շարունակ ունեն թույլ տված վարչական իրավախախտումներ, դրանց համար ենթարկվել են վարչական պատասխանատվության և 100 հազարավոր մարդիկ ներկա ուրեմն իրենց հաշիվներն են արգելադրված, իրենց գույքերն են արգելադրված ինչ-որ վարչական փոքր չնչին իրավախախտումների պատճառով։ Հետևաբար դա կթեթևացնի նաև սոցիալական բեռը այդ հասարակության այդ զանգվածի նկատմամբ, որովհետև եթե մարդը տարիներ շարունակ ի վիճակի չէ այդ չնչին տուգանքները վճարելու, հետևաբար որն է լուծումը, պետք է ինչ-որ մի ձև լուծում գտնել և մենք այդ լուծումը տեսնում ենք ամեն 5 տարին մեկ համաներման հայտարարման գործընթացում։